Սիրելի հայրենակիցներ, ինչպես եւ ակնկալվում էր, ազգային ժողովի ամբիոնից իշխող մեծամասնության կողմից հնչում են ամենատարբեր մեղադրանքները եւ ինչպես այլևս բացահայտված այդ ամենը ստով, կեղծիքով, մանիպուլյացիաներով, վերագրելով դաշնակցության ամենատարբեր բաներ, որոնց մի մասը ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, մի մասը կիսաճշմարտություն են, մի մասն էլ պարզապես վերագրվում է, որովհետև հավանաբար մեծամասնությունը գիտակցում է, թե ինչ արավիրք է բերել հայ ժողովրդի գլխին։ Ես փորձեմ մի քանիսին անդրադառնամ, իհարկե ժամանակը կարճ է բոլորին անդրադառնալու, բայց խմբավորելով, ինչ մեղադրանք է հնչեցվում, ասում է դաշնակցությունը պայքարում է Հայաստանի անկախության դեմ, իբր մեր համար հողերն ավելի կարևոր են, քան պետականությունը, եւ մեկ էլ sense բան է դրվում, դուք չեք փոխվել։ Իրականում այս բոլոր գնահատումներում կամ ներկայացումները իրար հակասում են, որովհետև պետականությունը կերտվում է հողի վրա։ Եվ եթե հող չունես, պետականություն չես կարող կերտել։ Եվ եթե դաշնակցությունը պայքարում է հողի համար, դուք դրա համար պետք է միայն ուրախ լինեք։ Դուք միայն դրա համար պետք է ավելի համախմբված լինեք հենց դաշնակցության գաղափարների շուրջ, այլ ոչ թե հակադրեք այդ գաղափարները ազգային նպատակների հետ։ Իրականում դաշնակցությունը իր ողջ պատմությամբ, նահատակներով պայքարել է հայոց պետականության համար եւ այսօր էլ է այդ պայքարը շարունակվում։ Դուք արհեստականորեն փորձում եք հակադրել այս պայքարը կեղծ խաղաղասիրության թեզերի հետ։ Ամենամեծ խաղաղություն ուզող ուժը դաշնակցությունն է։ Ամենամեծ խաղաղություն ուզողը հայ ժողովուրդը, հայ ժողովրդի այն հատվածն է, որը պայքարում է սեփական ազգային արժանապատվության համար։ Մինչդեռ դուք ուղիղ հակառակն եք անում եւ քողարկում եք ձեր այդ կեղծ խաղաղասիրությունը, այսպես կոչված ցորենի ներմուծման իբր ճանապարհի բացման հետ, առանց անգամ ամոթ զգալու, որ չէ որ նույն Արցախը ապահովում էր Հայաստան ներմուծվող ցորենի միջինը 25% տարեկան կտրվածքով։ Եթե ֆիզիկական ծավալով վերացենք, դա 50-ից 80 հազար տոննա էր տարեկան կազմում։ Հիմա մի քանի ֆուռ ցորենի համար բերել եք խաղաղություն եք ծախում մեր ժողովրդի վրա։ Այն էլ ոչ թե այսպես ամբողջ ճանապարհի երկայնքով շրջափակումը վերացրած, այլ ընդամենը մեկ ակցիայի մասին է խոսքը գնում։ Ալիևասիրության այդ ձեր ձգտումը, այդ ձեր ցանկությունը մի երկրի ղեկավարի, որը էթնիկ զտման թիվ 1 պատասխանատուն է Արցախում, որը Արցախում հակադրված միջազգային կանոններով հակադրվող զենքի գործադրման պատասխանատուն է, որը բռնազավթել է հայկական հողերը, հայկական տարն է վերացնում այնտեղից։ Դուք այս ինչ սիրահարվածություն եք ցուցաբերում այդ երկրի ղեկավարի հանդեպ։ Եվ նպատակը ո՞րն է։ Մեկ նպատակ, որ պահպանեք ձեր իշխանությունը։ Այլ բացատրություն ես այստեղ չեմ տեսնում։ Դա վերաբերում է նաև այն մյուս բնդումներին։ Այստեղից ասում է միջազգային իրավունքի ամենակարևորագույն սկզբունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը, ով ասեց ձեզ։ Այդ այնց եք վարել բանակցությունները, որ զիջել, զիջում ու շարունակում եք զիջել։ Բա ազգերի ինքնորոշման իրավունքը այդ նույն հավասարազոր սկզբունքը չի։ Բա ուժի գործադրման սկզբունքը, բացառման սկզբունքը այդ հավասարազոր սկզբունքը չի։ Բայց ինչի՞ միջև ձեր իշխանության գալը անգամ ՆԱՏՕ-ում, երբ որ քննարկում էր Ղարաբաղի վերաբերյալ հարցը, 3 սկզբունքները հավասարազոր գնում էր տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ ուժի կամ դրա սպառնալիքի արգելման սկզբունքը։ Ինչեր գնում։ Ինչի հենց ձեր իշխանությունը եկավ, միանգամից այն մյուս երկուսը դուրս մնացին,
մնաց տարածքային ամբողջականությունը եւ չգիտես ինչ է տարածքային ամբողջականության մեջ ամբողջությամբ ադրբեջանա-թուրքական պահանջն է դառնում գերակայողը։ Եվ մի փորձեք դաշնակցությանը եւ ազգային ուժերին մեղադրել կոնֆլիկտային քաղաքականություն տանելու մեջ։ Արժանապատվության քաղաքականությունը մի ստորադասեք, մի նսեմացրեք։ Մյուս կարևոր այսպես շեշտադրումը, որ կատարում է, թե իբր ներկայումս չի փակվում լրատվամիջոց, այն նախկիններում փակվում էին եւ այլն, ընդդիմադիր որևէ լրատվամիջոց եթե գտնեիք, դա չգիտեմ, պետք է գնայիք եկեղեցի մոմ վառեիք եւ այլն, ուզում եմ հիշեցնել, այս օրակարգում է շողակատի փակման ձեր ցանկությունը, ձգտումը, նախաձեռնությունը։ Եթերազրկել եք Հայ2-ին, եթերազրկել եք Երկիր մեդիային, անընդհատ եթերազրկել եք հանրապետական սպռման տարածքով TV5-ին, այսինքն անընդհատ ձեր մոտ գնում է եթերազրկման գործընթաց։ Հիմա եկել եք այստեղ խոսքի ազատության մասն եք խոսում, խոսքի ազատության համար տասնյակ մարդկանց կալանավորում եք, ասում եք խոսքի ազատություն, բանտերը լցրել եք մարդկանցով, ովքեր ընդամենը խոսք են ասել, առանց որևէ իրավական հետևանքների, որևէ գործողությունների, դուք ելել եք այս ամբիոնից մեղադրում եք մարդկանց առանց նույնիսկ դատական վճիռ ունենալու։ Սա է ձեր իրական պատկերը։ Աղավաղել ամեն ինչ, այլանդակել ամեն ինչ, որպեսզի չերևա ձեր իրական, ձեր հայ ժողովրդի բերած արհավիրքները։ Սա է, ուրիշ բացատրություն չկա։ Եվ երբ որ մենք նայում ենք սահմանադրության առաջին հոդվածը, որը ամրագրում է Հայաստանի Հանրապետություն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ձեր իշխանության տարիներին այս բաղադրիչները ինչքան հնարավոր է նսեմացնում ու թուլացնում եք։ Կամ երկրորդին, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այս ինչ հրաշք իշխանություն է, պատկանում է ժողովրդին։ Տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրություններում հենց ձեր ցանկությունը չի բավարարվում, սկսում եք հետապնդել։ Ապօրինի քրեական հետապնդումներ։ Ապօրինի քրեական հետապնդումներ ավելացեք պարոն Մինասյանի ժամանակը 10 րոպեով։ Շնորհակալ եմ։ Ապօրինի քրեական հետապնդումներ բոլոր ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ։ Անգամ ենթադրյալ հանցագործությունը, որ վերագրում եք, այնպիսի շոու եք կազմակերպում դրա շուրջ, որ մոռանում եք, որ սահմանադրության մեջ գոյություն ունի անմեղության կանխավարկածը, մոռանում եք, հենց հարցը վերաբերում է եւ այս ամբիոնից, երբ որ ասում եք, մեր իշխանության ժամանակ կալանավորվել են նաեւ մարդիկ, տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ այլն, հարց է առաջանում, բան չէ շոուները չեք կազմակերպում։ Եթե դա դրանով է պայմանավորված, որ պիտի դուք սենց հետևողականորեն պայքարեք, ինչե՞ շոուները չեք կազմակերպում։ Իշխանության ներկայացուցիչներին, երբ որ մեղադրում եք կաշառակերության մեջ, ինչի՞ մի օր չփռեցիք ասֆալտին, չմտաք, չվերցրեցիք ամեն ինչ։ Ինչ եք անում, հանգիստ պարկում են իրանք։ Հանգիստ են ասֆալտին պարկում, հետաքրքիր մոտեցում է։ Բայց նախապես ասեք, որ կարող աստեղ էլ հանգիստ պարկել։ Բայց ոչ թե շոուն բեմադրեք, կազմակերպեք, հետո եկեք այս ամբիոնից մի հատ էլ մեղադրական վերդիկտը կայացեք ու ասեք, դե գնացեք նստեք։ Ինչ էր ասում պարոն Ռուբինյանը, փտել բերտերում, տոյեսի ինչ հնարավոր անմարդկային բաներ կար, վերագրվում էր մարդկանց, որոնց հանցագործությունները ենթադրյալ դեռևս պետք է ապացուցվեն։ Լավ, են վարորդներն ինչ են արել, են հավաքարաններն ինչ են արել, այդ մարդիկ ինչ են արել, բռնել, տարել եք, լսել եք բերտերը, 19 մարդու նկատմամբ Գյումրիում մենակ քրեական հետապնդման գործողություններ է գնում։ Կամ երրորդ մյուս հոդվածը, մարդը նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները հոդվածն է։
Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են։ Ձեր պարտականություններն են։ Կատարում եք այդ պարտականությունները։ Առհատ է կատարում եք։ Ամեն օր ընդդիմադիր հայացքներ ունեցող կամ դեմ խոսացող մարդկանց արժանապատվությունը տվել եք գետնով մեկ։ Ավելին, դուք արդեն ազգային արժանապատվությունն եք տվել գետնով մեկ։ Էլ ուր մնաց Սահմանադրության այս նորմը։ Կամ իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունք։ Իսկապես այս նորմը պահում եք դուք։ Քաղաքական մեծամասնությունը պարլամենտում առաջնորդվում է կառավարության ղեկավարի ցուցումներով։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, որ պետք է երաշխավորի դատավորների անկախությունը, ազատվում է աշխատանքից մեկ SMS-ով։ Կամ իրավապահ մարմինների բարձրագույն այսպես, պատասխանատու օղակը, գլխավոր դատախազությունը։ Գլխավոր դատախազության գործողությունները մի հատ անկախ փորձեք նայել։ Եղել է մի դրվագ, երբ որ նույն հավասար պայմաններում ընդդիմադիր հայացքներ ունեցող կամ իշխանության հայացքները չկիսող եւ իշխանության հայացքները կիսող նույն արարքի համար նույն վերաբերմունք կլինի։ Ոչ։ Չեք, եկեք այստեղից այս ամբիոնից ասեք դա։ Եվ նույն մեթոդներով, նույն ձևերով։ Չի եղել, որովհետև չկա իշխանությունների բաժանման տարանջատման սկզբունք։ Կամ սահմանադրական նորմը կրոնի անջատումը պետությունից, աշխարհիկ պետությունից։ Ամեն ասու առավոտ դուք այստեղից հերն անիծում եք այդ ամենի։ Սահմանադրության հերն անիծում եք։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն դարձրել եք թիրախ եւ քողարկելու համար, թե իբր դուք հակաեկեղեցական չեք, փորձում եք անձնավորված հարվածներ հասցնել։ Ոչ ավել, ոչ պակաս, հիմա էլ հակաօրինական մի հատ գործընթաց։ Եկեղեցու վանքը, որ եկեղեցապատկան է, վերցնել եւ տալ անձի, մասնավոր անձի։ Արդյունքում կամ հետևանքով ձեր համար եկեղեցին եւ նրա վանքերը սովորական կրպակներ են, որ կարելի է վերցնել, շնորհել մեկին։ Այդպես եք դուք կոռուպցիայի դեմ պայքարում, իհարկե։ Եվ այս ամենը, որ դուք ոտնահարում եք, քրեական օրենսգիրքում ունի կոնկրետ անվանում, սահմանադրական կարգի տապալում 420 հոդված։ Սահմանադրական կարգը տապալելը, այսինքն սահմանադրության առաջին, երկրորդ, երրորդ կամ 4-րդ հոդվածով, կամ 5-րդ կամ 6-րդ հոդվածի առաջին մասով, կամ 7-րդ հոդվածով նախատեսված նորմի գործողությունը փաստացի դադարեցնելը։ Դուք փաստացի դադարեցնում եք։ Եվ ենթադրյալ այս հանցագործությունների համար նախատեսված պատիժը 10-ից 15 տարի է, առանձնապես ծանր հանցագործություն։ Ես չեմ թվարկում են մյուս արարքները, պարզապես ապշել կարելի է, երբ որ գալիս է մեծամասնության ներկայացուցիչներն այստեղ, փորձելով մարդկանց հիշողությունը մոռացության տալ, ինտելեկտը վիրավորել եւ այս ամենը թողնելով մի կողմ, խոսում են նորից ինչ-որ մի թեմաների մասին, ընդ որում նորից եմ կրկնում, մանիպուլացնելով, ստելով, կեղծելով այս ամենը ներկայացնել իբրև թե գործող իշխանության, այսպես հավատավոր հայ ժողովրդի շահերի պաշտպան։ Դուք, ինչպես կասեր պարոն Ռուբինյանը, իդեպ, անդրադառնալով տարբեր տարիների դրոշակի եւ մեր կուսակցական ընկերների հրապարակումներին, որպես կանոն, դա ընդունված սովորություն է արդեն ձեր մոտ, դա քննարկման ենթակա չէ, կիսատ պրատ հրապարակումներով փորձել աղճատել եւ պատկեր ներկայացնել, բայց մոռանում եք մի կարևոր բան, երկու կարևոր բան։ Առաջինը նա, որ ի տարբերություն ձեզ եւ շատերի Դաշնակցության պաշտոնաթերթում անգամ կարող են հրապարակվել տարբեր
լուծումներ ենթադրող դաշնակցական գործիչների, ոչ դաշնակցական գործիչների հոդվածներ։ Դա չի կարելի վերագրել դաշնակցությանը։ Դաշնակցության վերագրվող պաշտոնական տեսակետները հրապարակվում են որոշումներով, ինչպես սիրում են կրկնել, շրջաբերականներով, բայց ոչ աղճատված, ինչպես դուք փորձել եք դա անել, եւ շարունակում եք անել։ Թեև մի ոչ ճիշտ հրապարակում հնչեց այս ամբիոնից անցյալ քառօրյային էր ոնց որ եւ ճշգրտում տվեց, բայց միևնույն է, թերթերը կամ լրատվամիջոցները շարունակում են օգտվել, հատկապես հակադաշնակցական ուղղվածությունը, շարունակում է օգտվել ձեր արջի ծառայությունից, որովհետև դուք փորձում եք ձեզ դրական լույսի ներքո ներկայացնելու շրջանակներում թիրախավորել ազգային ուժին, ազգային մոտեցումներին եւ շարունակում են պնդել թիվ 004, իդեպ թիվ 004 արդեն վաղուց չկա, նոր թիվ 004-եր կան, ցանկության դեպքում պարոն Ռուբինյանն է առաջարկել, հիմա ցանկության դեպքում դուք էլ կարող եք գալ մանրամասն ծանոթանալ, բայց մեկ է, դուք նույնիսկ ծանոթանալուց հետո էլ չեք փոխվելու, չնայած Ռուբինյանը մեզ էր վերագրում չփոխվելու հատկությունը, բայց ես այս ամբիոնից վստահաբար կարող եմ ասել, այո, մենք չենք փոխվել, որովհետև մենք սկզբունքային ենք, մենք գաղափարական ենք, իրավիճակային չենք, ի տարբերություն ձեզ, բայց դուք, անկեղծ ասած, եթե գնահատեմ այսպես, հա, փոփոխման տեսակետից, դուք էլ չեք փոխվել, ոնց սուտը, կեղծիկը, մանիպուլյացիան եղել է ձեր քաղաքականության առանցքը, խառնակցությունը ամենակարևորը, նույն ձևով շարունակվում է։ Եվ առաջիկայում էլ եկեղեցու մասով ձեր գործողությունը այդ խառնակցության ամենապարզ օրինակն է, որը նորից եմ կրկնում, հակաօրինական է։ Չի կարող եկեղեցու ներքին կանոններով կարգավորվող հարցը դառնալ աշխարհիկ քաղաքականության մաս։ Ավելին պետական որևէ մարմին իրավունք չունի չկատարելու եկեղեցու ներքին կանոններով մշակված գործողությունները։ Սա էլ մի ենթադրյալ հանցագործություն կարող է լինել ապագայի համար։ Ես առաջարկում եմ, որպեսզի դուք այդ մասին մտածեք։ Իհարկե, ընթացքում իմ գործընկերները էլի կանդրադառնան բազմաթիվ հարցերի։